Ամենաակնհայտ տարբերությունը այս եւ նախորդ բոլոր ընտրությունների այն է, որ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների հանդեպ արտաքին միջամտություն կա, որը տարբեր անուններ ունի՝ հիբրիդային հարձակում, քարոզչական պատերազմ եւ այլն։ Սա ազգագրագետ Աղասի Թադևոսյանի կարծիքն է, ընդ որում նշում է մասնագետը, դա արվում է միջամտող երկրի առաջին դեմքի մակարդակով։ Ինչ նկատի ունեմ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման այդ ասուլիսի ժամանակ մեկ խոսում էր, որ հայերը հին հայ-ռուսական բարեկամությունը հին է, չէ, դարավոր բարեկամություն է, բայց մյուս կողմից հնչեցնում է սպառնալիք, որ եթե հանկարծ դուք այդ բարեկամությունը ընտրությունների վաղ խախտեցիք, ես ձեզ կպատժեմ։ Օրինակ է բերում ազգագրագետը նաև Ուկրաինայի հետ կապված որոշ զուգահեռների անցկացումը Հայաստան-Եվրամիություն վերջին զարգացումների համատեքստում։ Մի կողմից դա վախ, տագնապ եւ մտահոգություն է առաջացնում ընտրողի մոտ, մյուս կողմից եւ գուցե ավելի շատ ըմբոստություն։ Դա ավելի մեծացնում է ընտրությունների շրջանում, այսպես ասած, ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հանդեպ հակակրանք, այսինքն մի տեսակ արջի ծառայություն է ստացվում իրենց կողմից այն ուժերին, որոնց որ իրենք նաև սատարում են, որովհետև Ռուսաստանին դիտարկում են որպես Հայաստանի դավաճանող երկիր, ռուս-ադրբեջանական այս հարաբերությունների առումով։ Իսկ ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրենը տարբերությունների մեջ նախևառաջ կարևորում է այն, որ քարոզարշավ ընթանում է խաղաղություն, պատերազմ, պարտադրված երկընտրանքի համատեքստում, ինչը երբևէ չի եղել։ Նույնիսկ 98 թվականին, երբ տեղի ունեցավ ներպալատական իշխանափոխություն ու դրանից հետո դա ամրագրվեց, ձևակերպվեց պաշտոնապես ընտրությունների միջոցով, նույնիսկ այդ ժամանակ հայտնի խաղաղություն թե պատերազմ հոդվածի համատեքստը միևնույն է գլխավորը չէր այդ ընտրությունների ժամանակ։ Լաուրա Բաղդասարյանը պատերազմ, խաղաղություն, երկընտրանքը մանիպուլյացիա է համարում, նշելով, թե ոչ մի քայլ Հայաստանը չի կատարել, որը ցույց կտար, թե մեր երկիրը շրջվել է Ռուսաստանից եւ դարձել դեպի արևմուտք։ Նույնիսկ Մակրոնի միանշանակ հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը պետք է այլևս կատարի իր եվրոպական ընտրությունը եւ Եվրոպան պետք է պատրաստ լինի, դա ընդհանրապես առայժմ հայտարարությունների մակարդակում է։ Այս քարոզարշավի հաջորդ առանձնահատկությունը ընտրակաշառք երևույթի վերածնունդն է, տարբերությունն ըստ ազգագրագետի այն է, որ նախկինում դա կապվում էր իշխանությունների հետ, իսկ հիմա ընդդիմության։ Շատ բարձ պատճառով նախկինում իշխանություն ունեցող ուժերը այսօր ընդդիմություն են եւ իրենք այդ արատավոր պրակտիկան, որը ձևավորել են տասնամյակներ շարունակ եւ կիրառել են, իրենց հետ փորձում են վերակենդանացնել, որտեղ իրենք այլ կարծեք թե մեխանիզմներ կիրառելու ավանդույթ չեն ունեցել նախկին ընտրապայը, հիմա սա իրենց համար շատ պարզ է։ Վերջին անգամ, ասենք, ընտրակաշառքի մասին խոսել են իսկապես 17 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ ընդդիմադիր ուժերը կոչ էին անում ընտրողներին, որ եթե չեք կարողանում հրաժարվել գումարներից ձեզ առաջարկվող, ապա կարող եք վերցնել, բայց գնալ ըստ ձեր կամքի ընտրություն կատարել։ Հիմա ընտրակաշառքի թեման նորից ջրի երես է դուրս եկել, բայց ավելի շատ կապվում է դրսից Հայաստան բերվող կանխիկ մեծ փողերի հետ։ Իշխանությունները սա դիտարկում են որպես արտաքին միջամտություն եւ մեղադրում դրա համար կոնկրետ մի քանի ընդդիմադիր ուժերի։ Եվ հակառակը ընդդիմադիր ուժերն էլ օրինակ արևմտյան երկրներին են մեղադրում եւ Եվրոպայի միությանն են մեղադրում, որոնք որ գումար են տրամադրել Հայաստանի իշխանություններին, որոնք որ պետք է պայքարեն Ռուսաստանի արտաքին միջամտության դեմ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի, այսպես ասենք, ներքին սպառման մեխանիզմներին, ապա Աղասի Թադևոսյանի համոզմամբ այստեղ ոչինչ չի փոխվել։ Միջնորդները նույնն են։ Նույն կոնտինգենտն է թաղային, ասենց բարձր դեռահասության ու վաղ երիտասարդության տարիքի է տղաներ են, որոշակի հաբիտուսով մշակութային, այդ կրիմինալամերձ են ժողովրդական լեզվով ասած կիսագողական, կիսապապազած, այսինքն ինչ-որ ջարդրտված ֆիզիոնոմիայով կանգնած են այդտեղ, բոլորը հիմնական նույն ձևի այտենց մուգ գույնի շորերով, ոչ սափրված, այսինքն գոնե պետքա մի քիչ կարգի դարեն դրանց, որ մարդկանց չվանեն։
Որպես լուրջ խնդիր մասնագետները նշում են նաև այն հանգամանքը, որ քարոզարշավը գրեթե կապ չունի ընտրողների հետ, թեկնածուների խոսույթում չկա ծրագրերի եւ անելիքների մասին գրեթե ոչինչ, այլ հիմնականում քաղաքական ուժերի մեկը մյուսին ուղղված մեղադրանքներ ու վիրավորանքներ են։ Արտակ Հովհաննիսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։